Ճապոնիայում կան բաներ, որոնք մեր երկրներում իսկապես պակասում են։ Առաջինը շների սայլակներն են։ Ճապոնական քաղաքներում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ իրենց շներին տանում փոքրիկ սայլակներով։ Դա ոչ թե չափազանց խնամքի նշան է, այլ խելամիտ պաշտպանություն։ Այդպես նրանք կենդանիներին պաշտպանում են շոքից, տաք ասֆալտից եւ մարդկային խիտ հոսքից։ Երկրորդը երեխաների վաղ մասնագիտություններն են։ Ճապոնիայում երեխաները փոքր տարիքից սկսում են փորձել իրենց տարբեր մասնագիտություններում։ Նրանք բացում են բանկային հաշիվներ, սովորում են օգտվել բանկոմատներից, իսկ հետո հագնում են համազգեստ դառնալով օդաչու, հրշեջ, բժիշկ կամ խոհարարներ։ Բոլոր պարագաները հատուկ հարմարեցված են նրանց հասակին, իսկ առաջադրանքները հնարավորինս մոտ իրական աշխատանքին։ Այսինքն երեխաները մանկուց գտնում են իրենց սրտին մոտ զբաղմունքը, աշխատանքը։ Երրորդը դպրոցներում մեքենաների դասերն են։ Ամեն ուրբաթ աշակերտները սովորում են մեքենայի կառուցվածքը, փոխում են մասեր եւ գործնականում ուսուցանում են վերանորոգում։ Այդ փորձը նրանց տալիս է իսկական տեխնիկական հմտություններ եւ հնարավորություն ապագայում ընտրել համապատասխան մասնագիտություն։ Իսկ վերջապես ձմռանը ճապոնական գնացքները։ Դրանցում գործում են տաքացվող նստարաններ, օդի խոնավացուցիչներ եւ նույնիսկ կլիմայի վերահսկման համակարգեր, որոնք ապահովում են հարմարավետ ջերմաստիճան յուրաքանչյուր վագոնում։ Ճապոնիայում ամեն մանրուք մտածված է, որպեսզի մարդն իրան զգա առավելագույնս հարմար եւ պաշտպանված։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։